Ողջույն, ես Անին եմ Eduhub-ի թիմից, մենք թիմով երեք իրականացրինք Storytelling for Inclusivity ծրագիրը ու մասնակիցներից մի քանիսին հնարավորություն ենք տվել մասնակցելու podcast-ին, իմանալու թե ինչպես է ընթանում ընդհանրապես podcast-ի process-ը ու խոսելու ենք երիտասարդների խնդիրներից, ներառականությունից, կրթությունից, մեր այսօրվա հյուրը մեր շատ սիրելի Էման է։ Մի քանի բառով ինչպես կներկայացնես քեզ։ Ես Էման եմ, մասնագիտությամբ թուրքագետ, Օրբելի կենտրոնի փորձագետ, ապրում եմ Երևանում եւ կարծում եմ այսօր կարող ենք խոսել որպես երևանաբնակ քաղաքացի նաեւ Երևանի խնդիրներից, կարծում եմ առաջինը Երևանի խնդիրներից։ Այ բավականին արդյական մասնագիտություն ունես, ինչպես ստացվեց ընդհանրապես, որ մասնագիտությունը ընտրեցիր ու ամենատպավորված հատվածները, որոնք էին հենց քո կրթություն ստանալու process-ից։ Այ օրինակ ես մասնագիտությունը շատ պատահական եմ ընտրել ու երբեք մտքովս չէր անցնի մի քանի տարի առաջ, որ ես լրագրող կդառնամ կամ ընդհանրապես մեդիայի մարդ կլինեմ։ Միշտ մտածել եմ, որ, չգիտեմ, լինելու եմ կամ լեզվաբան, կամ լինելու եմ պատմաբան, կամ բժիշկ եմ լինելու, ամենածայրահեղ կողմերից այսպես մոտենամ։ Այ քո մասնագիտության ընտրությունը ինչպես ստացվեց։ Եթե անկեղծ նշեմ, փոքրուց քաղաքականության, մեդիայի, հեռուստատեսության նկատմամբ սերը եղել է եւ լուրերի թողարկումների ընթացքում անգամ ես մշտապես վազում էի էկրանների մոտ, որպեսզի տեսնեի, թե օրվա ընթացքում ինչ է կատարվել եւ դրանից բացի շատ սիրելով Հայաստանը եւ կարեւորելով աշխարհաքաղաքական բոլոր process-ները, հասկացա, որ միայն հումանիտար ոլորտում եմ ինձ պատկերացնում։ Ընտրությունը եղել է իմ երջանկահիշատակ ուսուցչի օգնությամբ Սերժ Սրապյոնյանի եւ գեթ 1 րոպե չեմ փոշմանել իմ ընտրության համար, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը եւ կարծում եմ, որ հատկապես մեր օրերում դա չափազանց կարեւոր է եւ կարեւոր է, որ ոլորտը չթողնեն մասնագետները, որովհետեւ մի քանիսը փորձում են այլ ոլորտներում իրենց գտնել, մասնավոր ոլորտ գնալ եւ կարծում եմ, որ որակը մասնագետների շատ կարեւոր է պահել։ Այս շատ հետաքրքիր թեմա է բարձրացնում իրականում, ես սովորելով բուհի անուն իրականում չեմ նշի, սովորելով ժուրնալիստիկայի ֆակուլտետում, բավականին երկար ժամանակ ես զգում եմ, որ ես իմ մասնագիտությունից գնալով ավելի ու ավելի հիասթափվում եմ։ Մի տեսակ ինձ դուր չի գալիս։ Այն ամեն ինչ որ ես տեսնում եմ էկրանից այն կողմ, այն չի, ինչ որ ինձ տալիս են հիմա համալսարանում։ Ու հենց այդ ժամանակ ես հասկանում եմ, որ դե երևի երբեք չեմ աշխատի իմ մասնագիտությամբ, որովհետև իմը չի այդ։ Այ քո մոտ նման շրջան չի եղել կամ կրթության այդ որակի առումով ինչպես կգնահատես, ինչպես է եղել։ Բնականաբար, ինչպես բոլոր բուհերում, այնպես էլ այն բուհում, որտեղ ես եմ սովորել, ինչ որ խնդիրներ կային։ Կարծում եմ դա շատ նորմալ է, որովհետև բոլոր խնդիրները հնարավոր չէ միանգամից կարգավորել եւ ինչ որ բաներ կարծում եմ հանուն արդարության, որ պիտի ինքնակրթության շնորհիվ լինի։ Ես բուհի կրթությունը կարող եմ համարել 50-60%, սակայն մնացած 40-ը կարծում եմ իմ ինքնակրթության շնորհիվ է, որովհետև եթե ցանկանում ես քո ոլորտում լինել մրցունակ կադր, լավ մասնագետ, ապա միայն բուհի տված կրթությունը բավարար չէ։ Եվ կարծում եմ, որ բոլոր ոլորտներում է այդպես։ Այո, հայաստանյան եւ արտասահմանյան բուհեր օրինակ չենք կարող բնականաբար նույն հարթության մեջ դիտարկել, սակայն ինքնակրթությունը մեզ պետք է բոլոր ոլորտներում եւ բոլոր տեղերում, այսինքն անկախ նրանից, թե դու որտեղ ես սովորում, Հայաստանում, թե օրինակ պայմանական վերցրած Լոնդոնի որևէ համալսարանում, ինքնակրթությունը շատ կարեւոր բան է ու դա լավ մասնագետ դառնալու ճանապարհին կարևորագույն քայլ է։ Ես էլ հիշեցի ակամայից իմ դասախոսներից մեկի խոսքը, որ համալսարանը միայն դռներ բացելու համար է, այսինքն պետք չի համալսարան գնալ այն
նախապաշարմունքներով են մտածելակերպով, որ ինձ այստեղ սենց տալու են ամբողջ գիտելիքը ու վերջ ես համալսարանը ավարտելուց հետո գնալու եմ ու ընդունվելու եմ միանգամից շատ լավ տեղում աշխատանքի, իմ երազանքի աշխատանքն է լինելու, ես միանգամից հասնելու եմ հաջողությունների։ Այդ ընդհանրապես այդպես չի լինում ու համալսարանը, օրինակ անձամբ ինձ շատ մեծ ծանոթության շրջանակ է տվել ու ես հասկացել եմ, թե որտեղ ես կարող եմ փնտրել ինձ, այսպես ասած։ Շատ հետաքրքիր բան ես ասում կապված ինքնակրթության հետ, օրինակ շատ մարդկանց համար համալսարանը ուղղակի, չգիտեմ, գնալու, ժամանակ անցկացնելու ու վերջում այդ դիպլոմը այդպես վերցնելու, տանելու, ցույց տալու, որ ես, չգիտեմ, ավարտել եմ, ես ունեմ այդ դիպլոմը, վերջ։ Միայն դա է։ Այ օրինակ քեզ, քո միջավայրում որպես երիտասարդ, որպես ուսանող, որպես մասնագետ արդեն առաջ ինչն էր պակասում, երբ որ դու դեռ սովորում էիր ու հիմա ինչն է պակասում, թե ինքնակրթության, թե հնարավորությունների առումով։ Բոլոր անկյուններին այսպես հարցի կարող ես անդրադառնալ։ Անձամբ ինձ ինչն է պակասում։ Դե բնականաբար տարեցտարի նորարարությունները հասնում են համալսարան, ուսանողական կյանքը ավելի հեշտ է լինում, ավելի հեշտ է դառնում։ Կարծում եմ, որ այն բոլոր փուլերը, որոնցով ես անցել եմ, բնորոշ են յուրաքանչյուր ուսանողի ու երևի ավելի շատ պիտի նշել խնդիրների մասին, որովհետև ամեն դեպքում ուսանողական կյանքի այդ որոշակի փուլեր, տեխնիկական խնդիրներ առկա են, ավելի շատ գրականության պակասի ես կնշեի, որովհետև ինքս անձամբ այդ խնդրին եմ բախվել, որովհետև արևելագիտական գրականությունը հիմնականում փաստ է սովետական միության տարիներից մնացած մասնագետներն են, գրականությունն է հիմնականում ռուսերենով կամ անգլալեզու գրականությունը եւ ամեն դեպքում կարծում եմ, որ դպրոցի տված մակարդակը բավարար չէ լեզվի ամեն դեպքում թե ռուսերենի, թե անգլերենի, որպեսզի նման մասնագիտական խորը օրինակ տերմիներով հարուստ գրականությունը կարողանաս կարդալ, մի փոքր դա է բարդացնում ընթացքը եւ կարծում եմ, որ օրինակ մեր ֆակուլտետի համար ինչ որ շրջան առաջ դասագրքերի բացակայությունը, սակայն ուրախությամբ պիտի նշեմ, որ ես ինքս անձամբ այդ խնդրին չեմ բախվել, որովհետեւ երբ ընդունվեցի, արդեն ունեինք դասագրքեր, մեր ֆակուլտետի մասնագետները ունեին համապատասխան գրականությունը, արդեն պատրաստվել էր մեզ համար եւ լեզվի, եւ գրականության, եւ պատմության տեսանկյունից։ Այդ առումով կարող եմ նշել, որ այն երևի բախտավոր փուլի մեջ եմ մտել։ Կարծում եմ այո, ենթակառուցվածքների առումով եւս խնդիր է, որովհետեւ օրինակ մարզերից եկող ուսանողների համար կացարանի խնդիրը կա, տրանսպորտի ժամային խնդիրը կա, այդ ամենը մի փոքր բարդացնում է ուսանողական կյանքը, բայց օրինակ ես ինքս էլի անձամբ այդ խնդիրներին չեմ բախվել, որովհետեւ Երևանաբնակ եմ։ Համենայն դեպս ես կարծում եմ, որ մոտ ապագայում կարելի է նաև այդ ուղղությամբ աշխատել, որ համալսարանը փորձի հոգալ իր ուսանողների կեցության կամ փոխադրման այդ խնդիրը, որպեսզի ուսանողները կարողանան նաև հավելյալ ինչ-որ միջոցառումների մասնակցել, որոնք օրինակ տեղի են ունենում դասերից հետո կամ երեկոյան ժամերին եւ ինչ-որ ֆիքսված ժամից հետո արդեն երբ որ տրանսպորտը չկա, մի փոքր դժվարություններ է ստեղծում, կարծում եմ այդ ուղղությամբ եւս կարելի է մտածել։ Այ գրականության առումով որ ասեցիր, իմ շատ մոտ ընկերուհին բժշկական համալսարանում է սովորում ու մենք անգամ բժշկական համալսարանի մակարդակով ունենք այդ գրականության խնդիր, այսինքն այն մարդիկ, որոնց մոտ մենք գնալու ենք, չգիտեմ, ինչ-որ առողջական խնդիրներով, նույնիսկ այդ մարդիկ ունեն այդ գրականության խնդիր, այսինքն բացական այդ առումով բոլոր համալսարաններում կարծում եմ մեծ մասում, դե չընդհանրացնեմ, մեծ մասում շատ կա գրականության բացի խնդիրը։ Իմ ֆակուլտետում ես սովորում էի 1970-ականների, 80-ականների գրքերով, որոնք ընդհանրապես արդյական չեն, որովհետև մեդիան, եթե ոչ ժամով, նույնիսկ րոպեներով զարգանում է, անընդհատ զարգանում է ու գրականության արդյականության խնդիրը շատ կա։ Նաև հիշում եմ, որ ինչ-որ սեմինարներ էր լինում կամ ինչ-որ դասընթացներ էր լինում, դե ես Արարատից եմ, ես չէի կարողանում
մասնակցել կամ չէի կարողանում երկար մնալ, որովհետև խնդիր ունեի, ինչ որ հստակ X ժամից հետո չկար այլ տրանսպորտը։ Այս առումով ուզում եմ ավելի մանրամասն խոսենք, եթե այսպես հավասարության մեջ չդնենք, համեմատենք մարզի ուսանողին ու Երևանի ուսանողին, մարզի երիտասարդին ու Երևանի երիտասարդին։ Կրթական հնարավորությունների առումով ինչ ես կարծում, ինչ շեմերի վրա են իրենք։ Բնականաբար մարզի երիտասարդների համար մի փոքր այդ տեխնիկական դժվարությունները ավելի շատ են, բայց էլի հուրախությամբ պիտի նշեմ, որ մեր մարզի երիտասարդները շատ տաղանդավոր են, շատ նպատակասլաց են, գոնե այն հատվածը, որին ես եմ հանդիպում, որին ես եմ ճանաչում եւ ում հետ որ բախտ եմ ունեցել շփվել, կարծում եմ այդ երեխաների շնորհները պիտի կարողանանք օգտագործել եւ մաքսիմալ նրանց մոտիվացնել, որովհետեւ եթե իրենց մոտ առանցել այդ դժվարությունները կան եւ հավելյալ կրթության, փոխադրման եւ այլ խնդիրները ավելանում են, մարդը երբեմն թևաթափ է լինում ու կարծում եմ դա շատ նորմալ է, հատկապես այդ անցումային տարիքում 16-18 տարեկան հատվածում, երբ որ շատերս մտածում ենք, որ հիմա դուրս ենք գալու ու աշխարհը նվաճենք ու բախվում ենք առաջին դժվարություններին, դա երբեմն հիասթափեցնում է։ Ինքս նմանատիպ փուլերով անցել եմ, բայց շատ արագ կարողացել եմ ոտքի կանգնել ու կուզեի նաև մեզ լսող երիտասարդներին, ուսանողներին այդ խորհուրդը տալ, որ եթե դուք ունեք հստակ նպատակ, եթե ազնիվ են ձեր մղումները, այսպես ասած, անպայման պետք է գնալ դրանց հետևից։ Բնականաբար, հա, քաղաքի ուսանողությունը, երիտասարդությունը ունի առավելություններ, այդ ավելի հարմարավետ կյանքի, այսպես ասած, թե ուսանողական, թե այլ քաղաքային կյանքը կազմակերպելու տեսանկյունից։ Եվ կարծում եմ դա մի փոքր նաև ցավալի է, որովհետև մարզի ուսանողները գալիս են այստեղ, սովորում են եւ զբաղվածության բացակայության պատճառով երբեմն որոշում են, երբեմն չէ, կարծում եմ մեծ մասով որոշում են մնալ Երևանում, շարունակել, որովհետև այստեղ ավելի հեշտ է աշխատանք գտնելը։ Ես ինքս այդպես եմ հենց արել։ Դե հա, իրականում մեղադրելու էլ չի, որովհետև ցանկացած մարդ փորձում է իր կյանքը լավագույնս կառուցել, իր ապագան եւս, եւ կարծում եմ այս առումով պետք է մարզային համայնքային իշխանությունները փորձեն երիտասարդներին այնտեղ ներգրավելու որոշակի միջոցառումներ, որոշակի քայլեր իրականացնեն, որովհետեւ երբ որ մենք դատարկում ենք մարզերը, դա նաեւ մեր ապագայի համար որոշակի ինչ որ անհարթություններ կարող է ստեղծել, եթե այսպես ասենք շատ բան առումով։ Ամեն դեպքում կարծում եմ հնարավորությունները կան եւ շատ լավ պլանային աշխատանքներ իրականացնելու դեպքում, երիտասարդներին մոտիվացնելու դեպքում նրանք եւս կցանկանան մնալ այնտեղ, որովհետեւ շատերը իսկապես կարիքից դրդված են գալիս, հաստատվում մայրաքաղաքում կամ հարակից խոշոր քաղաքներում։ Եթե լինեն հնարավորություններ, ես ունեմ այդպիսի ծանոթներ, որոնք նշում են, որ եթե լինեն հնարավորություններ, իրենք իրենց ծննդավայրում մեծ սիրով կմնան, կաշխատեն եւ այնտեղ գործունեություն կծավալեն։ Ես հիշում եմ, երբ ուսանող էի, կարծեմ առաջին թե երկրորդ կուրսի ուսանող էի, հարցազրույց պիտի անեի, ու հիշում եմ գնացի կարծեմ մեր համայնքապետի մոտ էի գնացել այդ ժամանակահատվածի, այդպես հարցրեցի, օրինակ դուք ինչ կանեիք, ինչ կարող էիք անել, որ երիտասարդները մնային գյուղում, չգնային։ Ինքը ասաց, ես ոչինչ չէի կարող անել, ոչինչ չեմ կարող անել։ Հիասթափություն, շատ խորը հիասթափություն այդպես ապրեցի ու ես հասկացա հենց այդ ժամանակ ես հասկացա, որ ես չեմ կարծում, որ մնալու եմ այն տեղում, որտեղ որ ես ծնվել եմ ու այդտեղ աշխատելու եմ։ Մեդիայի հնարավորությունների առումով, օրինակ կամ շատ թույլ հնարավորություններ են, որ չեմ ուզենա օգտվել օրինակ այդ հնարավորությունից, որտեղ արդեն ավելին կարող եմ։ Կամ ընդհանրապես չկան այդ հնարավորությունները, իսկ օրինակ ինչ որ կետ կա, որ հստակ եթե հնարավորություն ունենայր ոնց որ այսպես ինչ որ բան փոխելու, հենց
մի քանի վայրկյանում կփոխեիր երիտասարդների հնարավորությունների առումով, թե մարզի երիտասարդների մասնախոսքը, թե հենց քո անձնական փորձից կարող ես նաև օրինակը բերել։ Այո, իհարկե, շատ բան կցանկանայի փոխել։ Նախորդ հարցին անդրադառնալով մի հավելում էլ անեմ, երբեմն նմանատիպ ընկալում է իմ մոտ առաջանում, որ պատկան մարմինները այդքան էլ լավ չեն պատկերացնում իրենք ինչ կարող են եւ ինչ չեն կարող։ Իմ խորին համոզմամբ այն բոլոր հարցերը, որոնք ուսանողները, երիտասարդները բարձրաձայնում են համայնքում, Երևանում դեռ մի կողմ դրած համայնքներում, տարբեր եւ այլ խոշոր քաղաքներում հնարավոր է լուծել։ Կարծում եմ առաջնային խնդիրներից մեկը գրադարանների, մշակութային տների, հետաքրքիր երիտասարդական ակումբների կառուցման, ստեղծման փաստն է, որ այս պահին մարզերը կաղում են, ցավոք սրտի կաղում են, եւ դա է երբեմն երիտասարդներին նաեւ մողում մայրաքաղաք գալ ու նմանատիպ միջոցառումները, քանի որ մայրաքաղաքում են հիմնականում տեղի ունենում, այստեղ ավելի ակտիվությունը բնականաբար շատ է այդ առումով։ Շատ բան կփոխեի, այո, կարծում եմ առաջնայինը դա է, դա կփոխեի եւ երիտասարդների ձայնը կփորձեի ավելի լսելի դարձնել համայնքում, տեղական այդ ինքնակառավարման մարմիններում կփորձեի ավելի շատ ներգրավել երիտասարդների եւ բնականաբար կփորձեի այդ աշխատողների տարեց հարուստ փորձ ունեցող աշխատողների փորձը միքս անել երիտասարդների նորարարական գաղափարների հետ, որովհետև բնականաբար ապագան երիտասարդներինն է եւ տեսնում ենք, որ տեխնոլոգիաները մեծ թափով առաջ են ընթանում, ինչու չօգտվել դրանից, եթե կարող ենք դրանով նպաստել մեր կյանքի առավել հեշտացմանը, ապա ինչու ոչ, եւ կարծում եմ, որ նաեւ դրսի փորձը կարելի է կիրառել, քանի որ մեր երիտասարդները շատերը գնում են արտասահմանում կրթություն են ստանում, կարելի է այդ ուսանողների փորձը, կուտակած գիտելիքները, տարբեր հետաքրքիր նորարարական մտքեր կիրառել, այստեղ գուցե դրանք մի քանի տարի հետո տան իրենց արդյունքները, այսինքն գուցե չէ, ես շատ լավատես եմ այդ առումով, կարծում եմ, որ կարելի է երիտասարդներին ներգրավել ու որոշակի արդյունքներ անշուշտ կլինեն մի քանի տարի հետո։ Այ երիտասարդական ծրագրերի մասին խոսեցիր, մի քանի ծրագրի, այսպես ինձ բախտ է վիճակվել, որ ես մասնակցեմ, ամենամեծ ձեռքբերումը, որ ինձ ծրագրերը տվել են, մարդիկ են։ Այ քո կարծիքով, այսպես կարող ես մի քանի կետով այսպես ասել, որոնք են ամենամեծ ձեռքբերումները, որ ունենում է երիտասարդը որևէ փոխանակման ծրագրի մասնակցելուց, սեմինարի մասնակցելուց, ինչ որ աշխատարանի մասնակցելուց հետո։ Առաջին կետը ես էլ եմ կարծում, որ մարդիկ են, ցանցը, նոր ծանոթությունները, որովհետև հատկապես 21-րդ դարում մարդը չի կարող մեկուսացված, փակ, շատ փոքրիկ, այսպես ասած, շրջապատում լինել ու այդ փոքրիկ շրջանակում գործունեություն ծավալել եւ բացի դրանից մարդը սոցիալական էակ է ի վերջո, մեզ բոլորիս շատ պետք են այդ հաղորդակցության հմտությունները զարգացնել, նորանոր մարդկանց հետ ծանոթանալ։ Առաջին կետում կարծում եմ, որ այո, մարդիկ են, ծանոթությունները, երկրորդ կետում կարծում եմ պետք է բերել փորձը եւ յուրաքանչյուր նոր գիտելիք, որ ստանում ենք, որովհետեւ ծանոթությունները այո կարեւոր են, բայց դրանք կարելի ասել թերի են կամ կիսատ, եթե դու չես կարողանում համատեղել քո նոր ստացած գիտելիքների, փորձի, որոշակի հմտությունների հետ, դա համել հետաքրքիր մոտիվացիա կարող է լինել երիտասարդների համար, որ տես ինչ որ մեկը գնացել է, ինչ որ X ծրագրի է մասնակցել, ինչ լավ դռներ են նրա առաջ բացվել ակադեմիական կրթության առումով կամ թեկուզ ոչ ակադեմիական կրթության առումով։ Կարծում եմ դա եւս հետաքրքիր շարժառիթ որպես կարելի է օգտագործել։
Եվ իհարկե երրորդ կետում էլի ինչպես նախորդ հարցի շրջանակներում խոսեցինք, այդ ամենի կիրառումը, որովհետև գիտելիքը էլի կիսատ է իմ խորին համոզմամբ, եթե չես կարողանում ճիշտ օգտագործել, ճիշտ մատուցել եւ իշա, օրինակ, քո համայնքի, քո ընտանիքի կամ գուցե քո բուհի օգտագործել։ Կարծում եմ երևի այս 3 կետը ես կառանձնացնեի։ Շնորհակալ եմ շատ Էմմա ջան հաճելի զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ Անի ջան։